Ուրեմն Հազարաշենի կտուրի վերաբերյալ շատ հետաքրքիր դիտողություններ ունի, ազգանունը մոռացա ֆրանսիացի մշակութաբան հեսակեշեն ասում։ Ասում է ինքը չի խոսում ազգի մասին, ով ինչ ազգ, ասում է շումերական մշակույթի շարունակությունը։ Մենք տեսնում ենք հայկական մշակույթի մեջ, ընդհանուր մինչև միջնադար։ Ուրիշ ոչ մեկի մոտ այդ շարունակությունը չկա։ Այսինքն մի կողմից ունենք նախորդները շումերական, մյուս կողմից ունենք շարունակությունը։ Բայց ինչի ուրիշները չշարունակեցին։ Թող շարունակեին։ Այո, մենք գիտենք լիքը դեպքեր, երբ որ մի ազգ, մի ուրիշ ազգ գալիս նստում է մի ուրիշ ազգի տարածքում, յուրացնում է այդ մշակույթը եւ շարունակում է, այդպես լինում։ Բայց փաստն է, որ ոչ ոք դա չի շարունակել, բացի հայերի։ Սա էլ է խոսում այն մասին, որ դա հայերի հոգեհարազատ մշակույթ էր, դա իրանց ստեղծած մշակույթ էր։ Մենակ քարը, բավարար է ասելու համար, որ եթե այս մարդիկ տաճարը սարքում են քարից, մի տարածքում, որտեղ քար գոյություն չունի, բնականաբար իրենք այդ տաճարը արդեն իրանց քարերի երկրում սարքել էին, բնականաբար այդ մշակույթը կար։ Մինչև հիմա գնաց Հայաստանի գյուղերը քարատասկը տաշեն մարդ, որ իրանց պետք է տուն սարքել, գյուղացիք տուն սարքել ու դնում իրանց քարը տաշեն։ Իսկ այնտեղ եթե քար չկա եւ իրանք այդ երկրից չէին եկել, որտեղից պիտի քար տաշեն։ Բնականաբար քար տաշից սկսած գնացել է եւ տաճարը քարից է սարքել։ Սա էլ է խոսում այն մասին, որ մենք գործ ունենք շարունակականության հետ, անընդհատականության հետ։ Մի ժողովրդի, որ ապրել է Տիգրիսի Եփրատի ակունքում, ստեղծել է հզոր մշակույթ եւ նույնիսկ շումեր տեղափոխվելուց հետո չի մոռացել եւ պոեմներ է գրել իր հայրենիքի մասին, որ ընդեղ է։